Բայց առաջինը ինք խախտեց։ Ինձ մի 3 հատ իրար հետևից տվեց։ Սա 2003 թվականն էր։ Նախագահական ընտրություններից առաջ հանրային հեռուստաընկերությունը բանավեճ էր կազմակերպել երկու հիմնական մրցակիցների՝ իշխանության թեկնածու Ռոբերտ Քոչարյանի եւ ընդդիմության թեկնածու Ստեփան Դեմիրճյանի միջև։ Պետրոս Ղազարյանը որպես կենտրոն հեռուստաընկերության լրագրող հարցեր էր ուղղում թեկնածուներին։ Ոչ մեր առաջարկները։ Ադրբեջանը պատրաստ չէ դեռևս այս ճանապարհը։ Ադրբեջանը միշտ մերժում է։ Ադրբեջանը այո նույնն էր ասում։ Այս հանդիպումից 23 տարի է անցել։ 23 տարի անց Քոչարյանը նորից հանրայինի տաղավարում է ու հարցազրույց է տալիս Պետրոս Ղազարյանին։ Ավելի քան 2 տասնամյակները թե Քոչարյանի, թե Ղազարյանի համար անհետևանք չեն մնացել։ Ու խոսքը միայն մազերում հայտնված ճերմակի մասին չէ։ Ռոբերտ Քոչարյանը այժմ ոչ թե իշխանական, այլ ընդդիմադիր թեկնածու է։ Պետրոս Ղազարյանն էլ այլևս Գագիկ Ծառուկյանին պատկանող հեռուստաընկերության լրագրողը չէ եւ արդեն մի քանի տարի է ինչ հանրայինի այս տաղավարում կրծքով պաշտպանում է Նիկոլ Փաշինյանի շահերը։ Հարցազրույցն ամբողջությամբ եթեր է հեռարձակվելու այսօր երեկոյան ժամը 22:00-ին։ Մինչև այդ Ռոբերտ Քոչարյանն այսօր Լոռիում քարոզարշավ է իրականացրել, որտեղ անդրադարձել է նախորդ օրվա զորահանդեսին, նշել, որ Փաշինյանը բանակն օգտագործել է քարոզչական նպատակներով, ինչը անընդունելի է։ Բանակը պիտի լինի հարազատ բոլոր քաղաքացիների համար, կապ չունի իշխանություն ես թե ընդդիմություն ես, եւ բանակը ուղղակի անբարոյականություն է բանակը օգտագործել քարոզչական նպատակներով, ներքաղաքական նպատակներով։ Քոչարյանն անդրադարձել է նաև հնչող մեղադրանքներին, թե իբր իր ղեկավարության օրոք զինված ուժերում անօթաչուներ չեն եղել։ Ռոբերտ Քոչարյանը հիշեցրել է իր ղեկավարման տարիներին անօթաչուներ չկային, մինչդեռ 2018-ին, երբ Փաշինյանը եկավ իշխանության, դրանք արդեն հասանելի էին, ու Փաշինյանը 2 տարի ուներ անօթաչուներ գնելու, ինչը գուցե կօգներ խուսափել 2020 թվականի ամոթալի պարտությունից։ Երիտասարդը չգիտեր, որ այն ժամանակ բեսպիլոտիկներ գոյություն չունեին ընդհանրապես։ Փորձում էին ինձ մեղադրեին, թե ինչի բեսպիլոտիկ չունեիք։ Ես կարող եմ մեղադրել, ինչի դուք 18 թվականից մինչև 20 թվականը, երբ արդեն պարզ էր, որ կար բեսպիլոտիկների խնդիր, ինչու դուք չեք բերել։ Եվ 8 միլիարդ դոլարով պարտք ավելացնելով ուր եք տարել այդ գումարները։ Նիկոլ Փաշինյանն այսօր հայրենի Տավուշի մարզում էր։ Տևական դադարից հետո նա այսօր նորից թիրախավորել է հայ առաքելական եկեղեցին, հայտարարել, որ ընդդիմությունն այնտեղ լրտեսական ցանց է ստեղծել, որը ինքը պետք է արմատախիլ անի։ Իրանք Հայաստանի առաքելական եկեղեցու թշնամիներն են, որովհետև իրանք եւ իրանց հետ գործակցող ոմանք եկեղեցին դարձրել են գործակալական ցանց։ Եվ մենք դրանից պետք է ազատագրենք մեր պետությունը եւ մեր եկեղեցին։ Սրա մասին խոսքը ժողովուրդը։ Փաշինյանը հիշել է նաև կալանավորված Բագրատ Սրբազանին, ասել է, որ եթե 2024 թվականին սահմանազատումը կասեցնելու Բագրատ Սրբազանի նախաձեռնությունը հաջողվեր, ապա այսօր Իջևանի կեսը Ադրբեջանի նկլիներ։ Դավադրություն են անում, եթե մենք այդ խաչով մարդկանց հետևից մեր ժողովուրդը գնար, այսօր Իջևանի կեսներով էր անցնելու սահմանը լավագույն դեպքով, իսկ այսօր Իջևանը ազատ է։ Փաշինյանն այսօր կրկին Քոչարյանին մեղադրել է Քիվեստի առաջարկով Արցախի դիմաց մեղրին հանձնելուն համաձայնելու մեջ եւ հոկտեմբերի 27-ը դրա հետ կապել։ Փրկել ենք հանձնումից, որ Ռոբերտ Քոչարյանը իր հանցախմբի հետ պլանավորում էր մեղրին հանձնել, առաջինը Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանն են իրանց կյանքով հետաձգել այդ պրոցեսը։ Իրանց կյանքով հետաձգել եւ հոկտեմբերի 27-ը արվել է մեղրին հանձնելու կոնտեքստում։ Ռոբերտ Քոչարյանը 2 օր առաջ հենց մեղրիում հայտարարեց, որ իշխանության գալու դեպքում ինքը կհրապարակի Արցախյան հարցով բանակցությունների միակ փաստաթուղթը, որն ամիսներ առաջ Փաշինյանը գաղտնի պահեց, որովհետև դա, ինչպես պնդում է Քոչարյանը, միանգամից կապացուցի մեղրին հանձնելու մասին Փաշինյանի սուտը։ Բացի Քիվեստի փաստաթղթից բոլորը հրապարակել են։ Հարց չի առաջանում, թե ինչու չի հրապարակել այդ փաստաթուղթը։ Ասում են չկա։ Սուտ են ասում։ Չի կարող այդ փաստաթուղթը չլինի, առաջինը։ Երկրորդը համանախագահողները ունեն այդ փաստաթուղթը։ Դու ուզում ես այդ փաստաթուղթը ստանալ չես կարողանում։ Մի հատ զանգում ես քո սիրելի Մակրոնին, եւ ինքը քեզ այդ փաստաթուղթը մի հատ բանով, մեյլով ուղարկում է եւ դու 15 րոպեից դու ունենում ես այդ փաստաթուղթը եւ հրապարակում ես։